Խոսքը փոխանցում եմ Հույդա Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ընկեր Իշխան Սաղաթելյանին։ Ողջույն հարգելի հայրենակիցներ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստան դաշինքը իր ընտրարշավը սկսում է Հայաստանի հոգևոր կենտրոնից Էջմիածնից։ Մենք մեր երթը սկսում ենք այստեղից եւ դա պատահական չի։ Դա իր մեջ ունի խորհուրդ, ունի բովանդակություն, ունի իմաստ։ Այսօր մեր ինքնությունը վտանգի տակ է եւ այդ ինքնության կրողը, պաշտպանողը հայ առաքելական Սուրբ եկեղեցին վտանգված է եւ թիրախի տակ։ Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը վտանգված, ազդված օտարներին, որոնք Հայաստանի վարչախմբի հետ պայքարում են մեր ինքնության դեմ։ Հայաստան դաշինքը մեր ժողովրդին ներկայանում է ծրագրով, թիմով երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար։ Մենք ունենք նախընտրական մեր ծրագիրը կազմված է 6 սկզբունքների վրա։ Այդ սկզբունքներն են անվտանգ եւ մրցունակ Հայաստան, համերաշխություն, ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք եւ գիտություն։ Այս արժեքների ու սկզբունքների վրա մենք միասնաբար այս թիմով, մեր ծրագրով կտրելու ենք այս նվաստացման, ողբերգության, զիջումների շղթան եւ միասին երկիրը դուրս բերենք այս իրավիճակից։ Համաձայն եք։ Կարող ենք։ Միասին։ 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 Սիրելի հայրենակիցներ, այս օրերին որոշները կասկածի տակ են դնում մեր դաշինքի նպատակները։ Շատ ուղիղ ասում եմ, 135 տարվա կենսագրություն ունեցող քաղաքական ուժը, մեր ժողովրդին հաղթանակներ բերած նախագահ Քոչարյանը այլ մոտիվացիա չունեն, քան երկիրը այս ճգնաժամից դուրս բերելը։ Մենք չենք գնում մանդատների կամ պաշտոնների հետևից, մեզ այս հրապարակ է բերել, մեր ժողովրդի առջև մեր պատասխանատվությունը, մեր անցյալը եւ ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր ընտրությունը շատ պարզ է, մի կողմում կանգնած են հայրենիքի դավաճանները, մյուս կողմում ազգային պետական գործիչները, մի կողմում կանգնած է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մյուս կողմում տիրադավները, մի կողմում կանգնած են Արցախ հանձնածները, Թուրքի առաջ ծնկի եկածները, մի կողմում կանգնած են Արցախ ազատագրողները, մի կողմում այլասերված բարքերն է, մյուս կողմում ազգային արժեքները եւ ավանդույթները, մի կողմում պատերազմը եւ պարտությունն է, իսկ մյուս կողմում հաղթանակ եւ խաղաղություն բերողները։ Եվ վերջապես մի կողմում Ադրբեջանն է, Ալիևով ու իր Նիկոլով, մյուս կողմում հայ ժողովուրդն է, Հայաստանը եւ Հայաստան դաշինքը։ Մի կողմում անգրագետ, տգետ, անինքնասեր անդեմ սրիկաներն են, մյուս կողմում արժանապատիվ իրենց խոսքի տեր այս մարդիկ։
Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ, ծնողներ, ձեզ ամեն օր համոզում են, որ այլևս ելք չկա, դուք պարտված եք, դուք խեղճ, անճար, անկարող ժողովուրդ եք, ձեզանից գողացել են մեր խորհրդանիշերը, մեր հաղթանակները, այսօր մայիսի 8-ին մենք Շուշի ազատագրության օրը չենք կարողանում նշել, մեզանից գողանում են մեր անցյալը, մեր հռչակագիրը, սիրելի ժողովուրդ, ձեզ ամեն օր ասում են, որ ձեր զավակների անվտանգության երաշխավորը ձեր զավակների դահիճն է։ Այս մենք այս ժողովուրդը չենք, մենք ցեղասպանություն տեսած, բայց առաջին հանրապետություն կերտած ժողովուրդ ենք, մենք Արցախ ազատագրած ժողովուրդ ենք, մեր անկախության համար ամեն ինչ արած ժողովուրդ ենք։ Դուք կարող եք լավ ապրեք, հայ մարդը կարող է ապրել անվտանգ, ժողովրդավար, մրցունակ, հզոր տնտեսությամբ Հայաստանում։ Մենք կարող ենք դա անել ու անելու ենք միասին։ Ընտրիր Հայաստանը, կանգնիր Հայաստանի կողքին, կտրիր այս զիջումների շղթան և գնա քո երազանքների հետևից։ Հայաստան դաշինք համար 17։ Շնորհակալ եմ։ Միասին